Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսօր ձեզ համար մի հատ այսպես հոլովակ եմ բերելու, որ նայելուց չկշտանաք։ Ճիշտ է, շատ ներկայացնելու բաներ, խոսելու բաներ չունեմ, որովհետև ես էլ տարածքին ծանոթ չեմ ու տեղյակ չեմ, բայց հնարավորինս կցուցադրվի ձեզ այնպիսի տեսարաններ, որ խելքնիդ կքինա։ Հերվում երևում է դիմաց լեռը, որտեղ վաղուց ուզում էինք գնայինք, բայց ամեն անգամ հետաձգվում էր։ Այսօր այդ շատ լավ օրն է, որը իհարկե չէի կարող, որ ձեզ հետ չգնայի, դա բացառվում է։ Եկել ենք մեր խումբը չի, բայց բոլորն էստեղ մի պարտիա Աստանովկա են անում, այստեղ մի 2 րոպե կանգնում, հանգստանում, տուրիստները կամ սովորական զբոսաշրջիկ, մեր սովորական այս տարածքի մարդիկ, տարածքից դուրս Հայաստանից ցանկացած այն մարդիկ, ովքեր ուզում են գան դիմաց լեռ, իրենց մեքենաներով չեն կարող, որովհետև ճանապարհը եւ երկար է եւ շատ քարքարոտ ու վատը, դրա համար այսպես վիլիսներ են վարձում, վճարում ու գալիս են բարձրանում են, ինձ դեռ այդքան ճանապարհ ունենք, դեռ պիտի հասնենք այն սարերի գագաթին։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ձեզ բարի դիտում, մեզ էլ ուրախ լավ հավես օր, հուսով եմ ստացված օրենք ունենալու։ Մոռացա ասեմ, որտեղ է գտնվում դիմաց լեռը, հայ դիմաց լեռ, մի հատ ասա տնանկետուրա, կարող է մենք էլ ենք ուզում գանք, այդպես եք չէ ասում։ Դիմաց լեռը գտնվում է մեր մարզում, Տավուշի մարզում, Իջևանի տարածքում, Թեղուտ գյուղի հանդամասա, ինչքանով որ տեղյակ եմ, ու բարձրությունն էլ 2300 մետրից ավել։ Սիրելի հետևորդներ, մենք հասել ենք այն գագաթին, որի համար որ այսօր քանի ժամա գալիս ենք։ Բայց ցավոք սրտի թուղպը մառախուղը մեզանի շուտ է հասել ու այն տեսարանը, որ պիտի ձեզ ցույց տայինք, ափսոս չենք կարող ցույց տանք, իսկապես ափսոս։ Ու ոչ միայն ձեզ ցույց տայինք, այլ նաև մենք տեսնեինք, որովհետև էլի եմ ասում, մենք առաջի անգամ էինք գալիս այստեղ։ Շատերը կասեն, խի առաջի անգամ ձեր մարզն է, ձեր մարզում էլ չեք գնացել, մեր մարզում լիքը շատ հիասքանչ, հիանալի տեղեր կան, որոնք չենք տեսել ու YouTube-ս պատճառը հանդիսանում, որ սկսենք նկարահանել ու այդ մանա էլի, մանովն էլ ման գանք։ Մի քիչ այստեղ պտտվենք, մի հատ սուրճ խմենք, աչքներս բացվի, առավոտից ոչ մի բան բերաններս չենք դրել ու մինչև էդ էլ երևի թե այս թուղպը կամ կանցնի կամ էլ ամբողջությամբ կփակի, այդպես էլ չենք կարող վայելել այն ամենը, ինչի համար որ հասել ենք։ Պահիս վեր ունեմ թաջ ջան, վերետի գազը միացնեք։ Հայկո! Թադ ջան, դե կրծրոյն ես։ Թադ, վարի։ Վարը, չէ վրից։ Դե պետք է վար։ Որ դիդաս էլի ես կկրծում։ Արի միլը։ Եվ գալիս է դիմաց, վայելում ես այս տեսարան, ում ցույց տալի այս Դիքետ է ասիկ։ Ինքը եկել ես ու Եկել ես ու մտահերատում։ կարելի տոմացակ պիտինք Եկել անե, իրեք հատվել կա։ մի հատով հանի բոլա էլի Հորի գոնը ետ կաշկել Թե չեկել ենք ստեղ անենք, ինչ անենք Մատաղ Միլեք Դերեխ են մեղավոր չէ Ավտոյի մեջ լավ, այս պատին խփած, անոթի եկած, այս սիրուն վայր, մաքուրոտ, որտեղ ինչքան էլ կուշտ լինես մաքուրոթում միևնույն ախորժակդ բացվում է,
ու համտես էս տնական գաթա։ Շատ համով է։ Ընդիր։ Ընդ որ բարերով ասելու չի։ Ուղղակի գալ, համտեսել, վայելել, տեսնել, ման գալ։ Այդ ամնում։ Սիրելի հետևորդներ, քանի մի թեթև բացվել է ու գոնե մի փոքր մաս երևում է, այսի արագ-արագ այսպես ձեզ ցույց տամ, բայց հլա մառախուղին ու հլա ստեղին անդունդ բայց այսպես շատ սիրուն է, շատ այսպես նստել, եթե շատ չեք վախում, ոտերը կախել քարով ու ժամերով կմնաս նստած, մնում է գլխիդ մի ցիլո կամ կեպի որևէ գլխարկ լինի, որ չվառվես, որովհետև ինչքան էլ արև չի, մի քիչ որ ասում ազգում ես, որ վառվել ես արդեն։ Ու ամեն մարդ իր դարդին են, որ ասում են ինչպես ուռին ու բարդին։ Ուրցա, ենքան էլ անուշ հոտա, պատկերացրեք ես սարի ծերին, ոչ մի անձրև ատեսել ու արև, անձրև, կարկուտ արև, են որ բնական ու ընդիր, պատկերացրեք գակ եստեղ, մի հատ սրճեպ բերեք, գազ բերեք, ուրց կաղեք, հենց եստեղ չայ եփեք, նստեք, խմեք ու գնաք ձեր տուն, դրանից լավ հանգստի ձև, հավատացեք, որ հաստատ չկա ու շարունակենք ես էլ մեջ մեղրա այնքան էլ համով մեղրա չեք պատկերացնի շատ քաղցր ու համով բայց դե ուրցի մասին խոսք չկա։ Իհարկե էս իջնելիս սիրուն տեղեր կար, քանի որ խմբով էին գալիս, հարմար չէր մեջտեղ կանգնենք։ Վախ, մամա ջան, բա սրա բույրը։ Անմոռուկները։ Օհ, լահոտ քաշեք։ Ուզում եմ հոտնել ձեզ հասնի, շատ անուշ բույր ունի, են վաղտ մենք ես ծաղիկին ասում էինք սարի ծաղիկ, որովհետև ուրիշ տեղեր բացարձակ չէինք եղել ու մեր գնաց հաստեղը ամառներն էր սար 3 ամսով, հիմնականում երեխաների զբաղմունքը էդ էր էլի, ես չեմ ասում մենք էինք այդպես, ամառային արձակուրդն այդպես էր անցնում ու ամեն տարի սեպտեմբերին որ գնում էինք դպրոց, գրում էինք շարադրություն, ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդներս, գրում էինք, ես իմ ամառային արձակուրդներն անց եմ կացրել սարում տատիկիս ու պապիկիս հետ, այնտեղ շատ լավ էր, մենք խաղում էինք եւ այլն, հիմնականում բոլորի շարադրությունները նույնն էր, իսկ մի ամառային արձակուրդին մեկը դեսքի նայած, մեկը տենքի նայած, ով որտեղ ասես գնաց, հա, ինչի համար էի ասում, սարում էր լինում, մեր սարում էր լինում շատ էս ծաղիկից ու տանիքներն էլ, դե ու ես իմ ինչ տանիք չէին սարքում, ցելոֆոն էին փռում, հող էին լցնում, նոր վրից որ քամին չտանի կամ մի խոսքով այդ հողոտ մասերում դուրս էր գալի, բոլորի տանիքների վրա այս ծաղիկներից կար։ Եի գիտի, հա, մեծանում ենք արագ-արագ։ Սիրելի հետևորդներ, տեղը ինչ կարացինք իհարկե ձեզ ներկայացնենք, դե մի ինչ անենք, եղանակը նայել ենք, լավ ա եղել, եկել ենք թուղթը փակեց, մառախուղը եկավ փակեց, ոչ մի բան չտեսանք, բայց ինչևէ, այն որ ասում է գոնե մի բադելա չսպանեմ, դիմաց չտեսանք, բա գոնե ավելուկ էլա չքաղենք, լիքը ավելուկ է տարածքը, արագ-արագ մի քիչ քաղմենք ու քինենք։
Vay, surasıyla beyran atanaz. Eşşi. Pastoren. Ha, es masavına satırsak. Ես ինչ շոքեց։ Դինջ ատեղը դեին արևը լրիվ գլխի տատալի ու անջատում։ Մեկ փարթամու առողջ կա ինքան լավն է։ Սիրելի հետևորդներ, այս էլ վիլուկը։ Կա նաև չուտելու, բայց մարդիկ կան, որ քաղում են։ Ժեփր մարդ կա քաղում է վիլուկի տեղ հյուսեմ։ Նա մենք մոլախոտ ենք ասում, ժեփր ենք ասում, ինչով է տարբերվում ավելուկի տերևի ծայրերը ինքը բարակ երկար է ու ծայրը սուր, չէ՞ թե ճիշտ եմ ասում։ Իսկ ժեփրը լայն տերև ունի ու ծայրն էլ գլոր է։ Այնպես որ տարբերակում ենք այդպես։ Եթե հանկարծ ժեփրել արանքում մի հատ երկու հատ, вообще չի խանգարում։ Ուղղակի առանց էլ ավելուկը դառնություն ունի, ժեփրը ավելի դառնա։ Մարդկա այդ ավելի դառնա սիրում, դրա համար ժեփրը քաղում։ Այստեղից էլ այսքանը մենք ուրիշ տեղել ունենք գնալու, գոնե այնտեղ մառախուղ չլինի, այնտեղից սիրուն կադրեր ձեզ ցույց տանք, բայց արդեն շատ շոքեր, այն վերևը լավ էր, այստեղ շատ շոքեր, արդեն ճանապարհվենք։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, որտեղ կա մի փոքր պիտի շունչ քաշենք, անպայման այդ կատարվում է ձեր հետ, այստեղ աղբյուր կա, շատ ծառը ու համով յուր։ Մի հատ լվացվենք, մի լավ, հովանանք, շատ շոքեցինք։ Մի հատ էլ բռով ջուր խունենք։ Շատ ցածր է։ Օհայ։ Շատ համով լավ ջուր է։ Ու սառը։ Սիրելի հետևորդներ, այստեղից ավելի լավ է երևում դիմացը, քան թե վերևից, որովհետև հասանք այնտեղ ու ոչ մի բան չտեսանք։ Բայց այս տարածքից էլ գրեթե չի զիջում։ Շատ սիրուն է, ընտիր է։ Ու ինչքան այսպիսի տեղեր էլ կա, որ ընդհանրապես ոչ լսել ենք, ոչ տեսել։ Այս գոնե լիքը լսել էինք, չէինք տեսել։ Հիմա նաև տեսանք որոշ չափով, շարունակում ենք բացահայտել մեր հայրենիքը։ Սիրելի հետևորդներ, էլի մի տեղ կանգնել ենք, այնտեղ ջրվեժ է, դուք հիմա աղավնյակիս թևի հետ կգնաք ու կտնաք, թե ինչքան սիրուն է։ Վայ, գոնե չհարցրի անունն էլ չգիտեմ, բայց մի ընտիր, այս ինչ սիրուն է, այս ինչ լավն է, սա պիտի ոտքով գնաս հասնես ընդեղ, նույնիսկ մտնես տակը, մի լավ, ոնց որ ասած, հովանաս, զովանաս, պատկերացրի ինձ ընդի ու արդեն, այդպես ջանովս ընցավ, շատ սիրուն է, ընդիրը, մոտիկեցրու, ու ընդհանուր տարածքը դե շատ սիրուն է, այսպես քարերով լեռներ, ձորեր, դաշտեր, տեսնելուց հետո ասում ես, իսկապես քարերի երկիր Հայաստան,
Ինչքան փոքր ա մեր հայրենիքը ու ինչքան սիրուն, անասելի սիրուն, անսահման սիրուն, ոնց չգժվես։ Շամշադինում կոնկրետ, եթե ուզում եք ինչ-որ տեղ գնաք, որտեղ ձեր մեքենաներով հնարավոր չի գնալ, այ այս մեքենան, այն Կարենինն է, այն այ այս մեքենան Կարենինն է, ում հեռախոսահամարը գրվում է այ այստեղ, ովքեր որ կցանկանան գնալ, զանգահարեք այդ համարով, պայմանավորվեք ու անանցանելի տեղեր չի լինում, ուր պետքա քշում տանում են ձեզ։ Սիրելի հետևորդներ, շարունակվում է մեր ճանապարհորդությունը։ Վերջապես եկել հասել ենք մեկ էլ Գոշ լիճ։ Գոշ լիճը Գոշ գյուղի տարածքում է, հենց գյուղի անվանումով էլ լիճն է։ Ու էլի շատ վատ ճանապարհ։ Բայքու արա։ Շատ վատ ճանապարհով ենք գալիս։ Ճանապարհները անցնում են միայն այնպիսի մեքենաներ։ Ու ովքեր ունեն դրանցով են գալիս, ովքեր էլ չունեն Գոշավանքի հենց դիմացը, որ սիրուն ամեն ինչ վաճառվում է, այդտեղ լիքը վիլիսներ կան, որ կարող են մարդիկ վճարել ու գալ հասնել այստեղ։ Լիքը մարդիկ էլ ոդկով էին գալիս, այնպես որ կարող են նաև ոդկով գալ, բայց պիտի ժամանակը իմանան, որ մի ժամ կգան։ Սիրուն տեղ է, ճիշտն ասեմ, այսպես որ ման ենք գալիս, տեսնում ենք ինչքան սիրուն տարբեր տեղեր կան, ասում եմ, Շամշադինում էլ լիքը կա, ուղղակի այնտեղ, չգիտեմ, տուրիզմը դեռ այնտեղ այս աստիճանի չի զարգացել, եղածը մի փուճուրիկ լիճ է ու ոչ պարզ, բայց լիքը մարդ, թե ինչքան տարբեր վիլիսներով ու ինչքան մարդիկ են գալիս տեղ, էլ ասելու չի։ Այ նորից մի պարտիա եկանս էլ վաբշե, հեսա ցույց տամ են ինչեր են։ Վեզդե խոդնի են։ Սրանք վաբշե ուր ասես կարան գնան, բայց դե շոֆերնին էլ ձենով կճանաչես, որ ովքեր են, որովհետև ցեխը մտած են։ Երեխաները շարվել են, նայում են, լիքը գործ կա, ձայներ են հանում։ Մի խոսքով, մենք էլ առավոտից անոթի, այստեղ նստում ենք ու մի կտոր հաց ուտենք, վերջապես։ Անգուսի մսով քյաբաբ, հա։ Ինչ երեք։ Անգուս։ Չմտնում եք։ Մատ երեք հետո նոր շարունակեմ չարը վերցնում։ Համ փեսանում գնում այլի։ Կարամ հնդıq պանիր, պամիդոր, բրդուջում ենք մենք եվան, էդի չեմ ուզում, գանով չեմ զարմասնի։ Եկեք ժողովուրդ, չայնիկը կա, ամեն ինչը կա։ Չայ։ Tea. You drink tea? Չինարեն չայը։ Բարի ախորժակ։ Բայց ասեմ, որ այսպիսի տեղեր գնալուց առաջ պիտի մտածես, որ գնաս ու գիշերակացով մնաս որևէ տեղ, որովհետև ճանապարհը շատ հոգնեցնող է, որ վատն անընդհատ մեքենայի մեջ ձիգ բռնած, ոտերը ձգած ու գալի մի կտոր էլ արդեն հաց ես ուտում, բնականաբար քոնդ պիտի տանի։ Դրա համար երկար ճանապարհ գնալուց առաջ այնպես կազմակերպեք, որ գիշերակացով գնաք։ Այդ որպես խորհուրդ։ Սիրելի հետևորդներ, եկանք որտեղ որ հաց դրեցինք, այդ ալիքը մարդ հավաքվեց։ Մի կտոր հաց ուտելուց հետո նոր տեսա, որ այնտեղ մի հատ նորա այնտեղ ճիշտ եմ ցույց տալի։ Մի խոսքով այն տարածքում բիսեդկա կա, ասում եմ կգնայինք այնտեղ, բայց մարդ էլ կա դե նստած։ Այստեղ սեղանաթոռ բան, այդպես նստարան բան չկա։ Աղջիս երբ եմ էր վառվել։ Մենք մեզ հետ ունենք մեքենայում կար Փակվովի փոքր սեղան, դրել ենք, բայց դառավեստի համեցեք, որովհետև դա նենց տեղ ենք կանգնել, որով եկավ միացավ մեզ, մեր հետ մի կտոր հաց կերավ։ Թաթուլն էլ հորսի է։ Երեխեք հիմար ուզում է գործ բռնի։ Ստեղ կա թաթուլ, այստեղ։
Դե բա որ մինը պետք է կոմոդը այլենգեր։ Սիրելի հետևորդներ, մենք այստեղ կերանք, խմեցինք, իսկապես շունչ քաշեցինք, սկզբից ինձ թվում էր, էտա եկանք կերանք, շուշուտ վեր ենք կենում գնանք, բայց նստեցինք, սուրճ վայելեցինք, լիքը նոր մարդիկ տեսանք, լիքը հետևորդներ տեսանք ու հիմա ճանապարհվում ենք դեպի Գոշավանք։ Մի հատ էլ այս լավ օրվա համար մոմ վառենք ու գնանք տներով։ Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, մենք արդեն Գոշավանքի տարածքում ենք։ Մի հատ էսպես ցույց տամ։ Այնտեղ Գոշավանքն է։ Տեսեք, այստեղ այնտեղ շատ համով հյուրասիրություն ու շատ համով սուրճ են տալիս, այնպես որ ովքեր գալիս են այստեղ ուզում են մի 5 րոպե շունչ քաշեն, եկեք այստեղ սուրճ խմեք, 5 րոպե նստեք, լավ ջուր էլ կա այստեղ, սառը ջուր, լվացվեք, թարմացեք ու գնացեք ձեր գործերով։ Ժողովուրդ, հիմա գնանք Գոշավանք, մոմ վառենք, ամեն ինչի համար ցանկություններն իհարկե բարձր չենք ասում, բայց գնում ենք մեր նպատակների ու ցանկությունների համար մոմ վառենք։ Շատ սիրուն է, ընտիր։ Այստեղ էլի ենք եղել, իհարկե, եթե նախկին հոլովակները տեսել եք, ապա դուք էլ կիմանաք։ Սիրելի հետևորդներ, հիշում եք, չէ՞ որ մի անգամ եկել էինք Գոշ, հյուրատուն էինք ներկայացնում ձեզ, այդտեղ մնացինք անցած տարի այս վաղտերին, էլի հունիս ամիսն էր։ Տեսեք, այնա։ Գոշավանքի այս պատին, որ կանգնում ենք, այնա։ Արտիկա հյուրատուն։ Հղումը կգտնեք իմ հոլովակի ներքևում։ Շատ լավ մարդիկ են, բացի այն, որ հյուրատունը շատ իդեալական վիճակում էր մաքրության տեսանկյունից, նաև շատ կարևոր է, թե ումից ես չէ օգտվում ու ով է տերը, այնպես որ չեք փոշմանի հաստատ, որովհետև իրանք մեծից փոքր այսպիսի մարդիկ էին։ Կարակ, եթե գալիս եք Գոշավանք, Գոշլիճ կամ դիմացեք բարձրանում ու գիշերակացի հարց ունեք լուծելու, հղումը տեղադրած է հոլովակի ներքևում։ Գտեք, գրեք, զանգեք ու կապվեք իրենց հետ։ Գնացինք ներս։ Սիրելի հետևորդներ, չէինք կարող գալ հասնել Գոշ, Գոշավանք ու չգալ հյուրատուն մեր նախկին ու ներկա ծանոթների մոտ ու տարածքը շատ ավելի բարեկարգել են, շատ ավելի սիրուն է, կանաչապատել են, հետաքրքիր սիրուն ճոճանակներ ունեն, այնտեղ նստելու կրակ վառել ու երեկոները շատ սիրուն անցկացնելու տարածք են սարքել ու ասեմ, որ իրիկուններն այստեղ էլ ավելի սիրուն է, որովհետև այս լույսերն ամբողջությամբ վառվում են ու տեսարանն էլ այն Գոշավանքը ուրա, այսա
Գոշավանքը ընդեղ տեսարանը հենց թե լինում ու շատ հետաքրքիր է լինում։ Այդպես մենք այստեղ մի հատ սուրճ ենք խմում ու ճանապարհվում ենք մեր տներով։ Ասում են շաշկինացր Սանիկ ասեց ստիլավա քանց մեր տանը հիմի մենք ենք։ Մի հատ այստեղ մի հատ էլ շունչ քաշենք ու գնանք բոլա։ Երեխանիս հետս լինեին այսօր այստեղ կմնայինք, վաղը առավոտ կգնայինք, բայց դե Սիրելի հետևորդներ, այսօրվա հոլովակս անդրադառնամ ու արդեն ձեզ հաջողանեմ, որովհետև էլ ներկայացնելու ոչ մի բան չեմ ունենալու։ Այսօր առավոտից տանից դուրս ենք եկել, տեսակ, գնացել ենք դիմաց, ոչ լիարժեք դիմաց լեռը տեսել, նկարվել, մի քիչ հանգստացել, հետո գնացինք Գոշ լիճ, այնտեղ արդեն բավականին հանգստացանք, ասեմ, որ դիմաց գնալու ճանապարհն էլ վատը ու ավելի շատ երկար, Գոշ լճինը կարճ է, բայց ավելի վատը, քան դիմաց լեռ բարձրացող ճանապարհը ու վերջում էլ եկանք, երկու տեղն էլ շատ սիրուն է, ընտիր է, անպայման դիմաց լեռ բարձրանալուց նայեք եղանակը այնտեղ, որպեսզի չգնաք ու մեր նման քոռոփոշման հետ դառնաք, բայց մի պահ բացվեց թեթևի մեջ, այդպես ուրախացանք։ Հետո գաս այստեղ հասնես ու Գոշավանքում մոմ չվառես, էդ էլ անընդունելի է, այդտեղ էլ մոմ վառեցինք, եկանք մեր բարեկամների կարելի ասել մոտ, մի հատ էլ էստեղ սուրճ ենք խմում ու ճանապարհվում ենք դեպի տուն։ Ովքեր ուզում են այս ամեն ինչով անցնեն, դա արդեն տեսակ ինչպես ու ոնց է կատարվում, եւս մի անգամ էլ հիշեցնեմ, ովքեր ուզում են օգտվեն ամենագնացի ծառայություններից, Ապիսանիա բաժնում կամ հոլովակի ընթացքում արդեն գրվել է Կարենի հեռախոսահամարը, այդ հարցն էլ լուծվեց։ Մնում է ասեմ, ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, որպեսզի բաց չթողնեք հետագա ոչ մի հոլովակ։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։